Սիրելի ընկերներ, ողջունում եմ բոլորին։ Ձեզ հետ է Գուրգեն Ստեփանյանը եւ Ավետիք Միքայելյանը։ Հարգելիներս, մեր դպրոցը շուտով կնշի իր հոբելյանական 10-ամյակը։ Եվ հենց այդ առիթով մենք որոշել ենք կազմակերպել ձեզ համար հրաշալի ուղիղ եթերներ, որտեղ հանդես են գալու մենք մեր դպրոցի էքսպերտներով, որտեղ լինելու է շատ հետաքրքիր ինֆորմացիա կրիպտոարժույթների մասով եւ միևնույն ժամանակահատվածում անցկացվելու է մրցույթ, խաղարկություն, որտեղ որ ռանդոմ կարգով որոշվելու են 3 հաղթողներ եւ նրանք ստանալու են հրաշալի մրցանակներ։ Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը նվեր է ստանալու սուրճ պատրաստող մեքենա, երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը Yandex Alisa եւ երրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը Անլարա կանջակալներ։ Ավետիք ջան, այսօր խոսելու ենք մի հատ շատ հրաշալի թեմայի մասին, քանի որ երկար ժամանակ է արդեն կրիպտոարժույթը գոյություն ունի, 2009 թվականից սկսած, այսօր ցանկանում եմ մեր ոդքասթի շրջանակներում խոսենք, թե ինչպես է փոխվել կրիպտոարժույթային աշխարհը, կրիպտոարժույթային ոլորտը, ընդհանրապես կրիպտոարժույթները եւ իհարկե այս ոլորտում գոյություն ունեցող մարդիկ, ովքեր որ զբաղվում են այս ոլորտով, այնպես որ ես ցանկանում եմ, որ այսպես անկեղծ զրույց լինի, մենք պատմենք հենց մեր հետևորդների համար, քանի որ ես էլ դու էլ երկար տարիների փորձ ունենք արդեն իսկ այս ոլորտում եւ որպես տրեյդերներ եւ նաեւ որպես ուսուցիչներ կրիպտոարժույթային ոլորտի այսպես զարմանահրաշ ֆունկցիաները ինչը որ փոխվել է դրա մասին ներկայացնենք մեր հրաշալի հետևորդներին։ Վստահաբար Գուրգեն ջան, վստահ եմ, որ մեր հեռուստադիտողներին եւս կհետաքրքրի այդ հարցը, առավել եւս իմ փորձով կարող եմ ասել, որ աշակերտների մի հոծ բազմություն այս կամ այն կերպ հարցնում է կապված այս հարցի վերաբերյալ։ Կրիպտոարժույթների շուկան բավականին մեծ փոփոխություններ է ապրել եւ դու շատ ճիշտ նշեցիր 2009 թվականից է ոլորտը այսպես դարձել արդիական, ակտուալ, բայց այնուամենայնիվ ոլորտը դեռևս նոր է եւ ոչ միայն տարեցտարի, այլ ամիս, քանի որ դու ոլորտի էքսպերտ ես, քաչքի մանաս, որ փոփոխությունները ավելի ակտուալ են դառնում, ավելի տեսանելի են դառնում։ Եվ որպես ես շատ հաճախ ասում եմ անգամ իմ աշակերտներին, հա, ես սիրում եմ թվերով խոսել։ Եթե մենք նայենք, թե որքան գումար է եղել ոլորտի մեջ 2009-ականներին, 2014 թվականին, հա, ընդհանուր առմամբ ոչ միայն բիթքոյնի, այլ կրիպտոարժույթի մեջ։ Եվ եթե համատենք հիմա տվյալ պահին նույնինքը կապիտալիզացիան, թե որքան գումար կա ոլորտում, ցուցանիշ ուղղակի ֆանտաստիկ է։ Երկրները անգամ չեն կարողանում մրցակցել փաստացի այդ թվերի հետ։ Եվ նաև մարդկանց տրամաբանությունն է փոխվել ոլորտում, հա, այն ինչը ժամանակին աշխատում էր հանուն արդարության տվյալ պահին այդքան էլ ակտուալ չէ։ Հետաբար ինքը ինտենսիվ զարգացում է պահանջում եւ հենց փաստացի մենք այդ ֆունկցիան ենք կատարում աշակերտների հետ, մարդկանց հետ, չէ, երբ մենք գնում ենք հարցազրույցների, փորձում ենք մաքսիմալ ակտուալ պահել այդ առումով։ Այ կուզեի նաև քո կարծիքը իմանալ կապված այս հարցի շուրջ։ Այո, իրականում քո հետ համաձայն եմ 2009 թվականին, երբ բիթքոյնը ստեղծվում է, ու դրա պատմությունից թվում է շատ-շատերը արդեն իսկ գիտեն, երբ ստեղծվեց ինքը ցենտներ արժեր, հա, ասես գրոշներ արժեր, դաժե 2010 թվականին Լասլո Հայնեցը որ պիցա է գնում 10000 բիթքոյնով, անգամ հենց մեկնարկում դա խաղի միջոցով էր հնարավոր ստանալ անվճար։ Այո, անվճար բիթքոյններ էին պարգևատրում, իրականում պերսպեկտիվությանը շատ-շատերը չէին հավատում եւ պարզվեց, որ իրականում արդարացրեց այս ոլորտը իրեն։ Զարգացումը համաձայն եմ տեղի ունենում տարեցտարի, օրեցօր նույնիսկ կարելի ասել, քանի որ աշխարհն է գնում զարգացման, աշխարհն է գնում թվայնացման, ամեն ինչը եւ միևնույն ժամանակահատվածում ինձ միշտ երբ հարցնում են, հա, որ ոլորտներն են զարգանում, ես երկու ուղղություն եմ ասում՝ բլոկչեյն տեխնոլոգիաներ եւ արհեստական բանականություն։ Հիմա կոնկրետ աշխարհը այդ ուղղությամբ է գնում։ Չեմ կարող ասել, հա, 10 տարի, 20 տարի հետո միգուցե ուրիշ լավ ավելի զարգացող ոլորտ է լինի, բայց համենայն դեպս մենք ներկայում ենք միշտ գտնվում, ներկայում ես համար հենց կրիպտոարժույթային ոլորտն է եւ բնականաբար այս ոլորտի պերսպեկտիվությունը մինչև 2140 թվական ես գոնե տեսնում եմ, միշտ ինձ հարցում են իսկ ինչքան կաճի բիթքոյնը, իսկ ինչքան կգոյատևի այս ոլորտը, ես միշտ ասում եմ մի 100 տարի հաստատ կարող ենք մեր աչքի դեմը ունենալ, լավ խոսք է, ասում եմ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ եւ մինչեւ այդ ժամանակը հաստատ կարելի է լավ աշխատել այս ոլորտի այդ լավ բարիքներից, պտուղներից օգտվել, որովհետեւ նույն տրամաբանությամբ ինքը նաեւ աչքի ընկնում շատ իր եկամտաբերությամբ, երբ շատ-շատերը չէին հավատում այս ոլորտի եկամտաբերությանը, վախի ֆոնին եւ այլն վաճառում էին իրենց ակտիվները, երբ այն իջնում էր բիթքոյնը իր ցիկլերի ընթացքում, մաքսիմումներից իջավ մինիմում, մարդիկ արդեն վախեցած վաճառեցին, իսկ խելացիները այդ ժամանակ նոր սկսում էին իրենց ներդրումները եւ բարբերաբար նույն ցիկլը կրկնվում է, բայց ել ավելի արագ ինտենսիվությամբ ոլորտը զարգանում է շատ ուժիղ տեմպերով եւ նույն ժամանակահատվածում ոլորտում աշխատելու բանաձևերն էլ թարմացվում են եւ քո հետ համաձայն եմ այն ինչը որ աշխատում էր
անցյալում, հա, վերցնենք 5-10 տարի առաջ, հա, ես ինքս 6 տարուց ավել արդեն այս ոլորտի մեջ եմ, համարյա նույն ժամանակահատվածում դու արդեն այս ոլորտի մեջ ես, կան արդեն որոշակի մեթոդներ, որոնք կոպիտ ասած հնացել են։ Շուկան համապարփակ է զարգանում, այսինքն շուկան էլ է ինքը զարգացում ապրում եւ այն ինստրումենտալ որոշումները, որ ժամանակին արդյունքի է բերել, դեվելոպային դեպի փակուղի է տանում։ Ես համաձայն եմ քեզ հետ բլոկչեյնի մասով եւ շատ կարեւոր դրվագ այն հատվածը, որ կրիպտոարժույթները դեվելոպային այն զարգացումն ապրում, որ հարակից ոլորտներն անգամ գրավում։ Օրինակ, բլոկչեյն համակարգով դեվելոպային ակտիվորեն սկսել են օգտագործել գիտության եւ բժշկության մեջ, որովհետեւ բարձ հանգամանք հաշվի առնելով բլոկչեյն համակարգում ավելի հեշտ է process-ը մեծ ինֆորմացիա պահպանելու մեկ, երկրորդ ապահովության մասով։ Այսինքն պատկերացնես բժշկություն եւ գիտություն, փաստացի կրիպտոարժույթների հետ աղերս չունեն, բայց օգտագործում են բլոկչեյն համակարգը։ Այդ առումով ես 100% համաձայն եմ։ Իսկ թե երկարաժամկետության առումով, ճիշտ է, հիմա քանի որ ֆունդամենտալ նշանակություն ունի բիտքոինը, քանի որ որքան գումար կա կրիպտոյի մեջ, 65-70%-ը բիտքոինով է, բայց այսպես ասած վանգապետք չլիներ հասկանալու համար, որ հնարավոր է նոր այսպես ասած, հա, դոմինանտ կրիպտոարժույթ սկսի զարգանալ, որի վրա աշխատում են լավագույն ինվեստորները, հա, այսպես դրանք փակագծերի մեջ են տվյալ պահին նորություններով, հա, արդի գրականությամբ գրվում, բայց տվյալ պահին ակտիվորեն գնում է, չէ՞ որ ինվեստորները արդեն նաև կենտրոնանում են ընդհանուր շուկայի վրա։ Դա շատ կարևոր, ես օրինակ իմ աշակերտներին շատ հաճախ բացատրելուց, քանի որ իրենք դեռևս նորեկ են, հա, բիտքոինի վրա են կենտրոնացած, ես ասում եմ ժողովուրդ, եկեք նախ հասկանանք, որ կրիպտոարժույթներում, այո, գլխավոր ֆունդամենտը բիտքոինն է։ Ամենաշատ գումարն է այդտեղ հայավարի ասած, բայց եթե մենք նայում ենք ընդհանուր առմամբ, հարյուրավոր, հազարավոր կրիպտոարժույթներ կան եւ դեռ լինելու են ու ստեղծվելու են։ Իսկ ամեն կրիպտոարժույթը Գուրգեն ջան, վստահ եմ, որ դու նույն կերպել կբացատրես քո աշակերտներին, որ իրանք ամեն մեկը խնդիր են լուծում եւ երբ որ աշակերտը հարցնում է, այ պարոն Միքայելյան, ինչ է լինելու հետագայում, հա, օրինակի համար կրիպտոարժույթների հետ, ես ասում եմ ժողովուրդ, ես եկեք այսպես ասեմ, ոչ թե փորձեմ կանխատեսում անել 120 տարի, 200 տարի, ես մի բան գիտեմ ու բոլորը գիտեն, դրա համար ենք այստեղ, որ կրիպտոարժույթները երկու գլխավոր ֆունկցիա է կատարում, եթե այսպես փորձենք կրճատել, հա, երկու գլխավոր ֆունկցիա, կրիպտոարժույթների միջոցով մեր կյանքը հեշտանում, հարմար է դառնում, չէ՞, վճարումները արագ են լինում, հա, փոխանցումները արագ են լինում եւ նույն վճարումները արդեն ոչ միայն եվրոպական երկրներում, այլ նաեւ SNG-ում։ Վճարումներ հնարավոր է կատարել ամենտեղ, դա պրակտիկա եւ նաեւ դրա միջոցով մարդու տարածքն է հարգվում, հա, կրիպտոարժույթների միջոցով, ոչ մեկ չգիտի որքան է վաստակում, ինչպես է անում, դու ինքդ ես տնօրինում, իսկ դա մարդու բնական պահանջմունքն է այս մասով, այ դու ինչ կմտածես այս հարցը։ Միանշանակ համաձայն եմ, կրիպտոարժույթը ինքը շատ առավելություններ ունի, ինչի է զարգանում այս ոլորտը, հենց քո նշած առավելությունների շնորհիվ, sense երկու բառը որ ասեցի, միանշանակ ամենաառաջինը միշտ ցանկացած յուրաքանչյուր մարդ, ի սկզբանե որ ծնվում է, ինքը ազատ է, չէ՞ լինում, sense երեխան ծնվեց, ինքը ազատ է լինում, այսինքն մարդու այդ բնական պահանջն է լինել ազատ ու անկախ, ու այդ ազատությունը, անկախությունը մարդը հենց կարա գտնի կրիպտոարժույթային ոլորտում, որովհետև հենց իր ֆունկցիաներից ելնելով ինքը չի վերահսկվում, չի կառավարվում, դու ես տնօրինում քո ակտիվները, իսկ ես նույնպես կարծում եմ, որ ցանկացած ոք ինքը կուզենա, որ ոչ մեկը չնայի իր փողին, ինքը ոնց է աշխատում, ինչ շրջանառություն ունի եւ այլն եւ այլն։ Միևնույն ժամանակահատվածում զարգացումը նաեւ տեղի է ունենում հենց ամբողջ աշխարհի կտրվածքով այդ փոխանցումների մասով։ Ես միշտ հիշում եմ այդ փոխանցումների մասով Իլոն Մասկը, երբ գնեց բանը, Twitter-ը գնեց, մենակ բանկային միջնորդավճարը 100 միլիոն դոլար էր, միայն միջնորդավճարը 144 միլիարդ ընդհանուր փոխանցումներ, ասացի միայն բանկային միջնորդավճարը, այո, հենց 100 միլիոն դոլար, իսկ կրիպտոարժույթով այդտեղ միջնորդավճարը, թող լավ, եթե վերցնենք ամենաուժեղ ցանցով, օրինակ թեկուզ եթե բիտքոինի ցանցով փոխանցեր $50 լիներ միջնորդավճարը։ Առավելագույն եմ ասում, այնտեղ կար այլ ձևեր փոխանցելու $1 նույնիսկ։ Հիմա եղանակներ կան առանց միջնորդավճար փոխանցումներ կատարելու։ Անձամբ ես կարող եմ այդ փոխանցումը կազմակերպել, որ էլ ավելի քիչ լիներ, ես ստանալ Իլոն Մասկի կողքն էլ կլիներ էքսպերտ կամ սպեցիալիստ, ով այդ տարբերակը հնարը կգտներ էլ ավելի քիչ լինելու, բայց իհարկե անհամեմատելի է $50 եւ 100 միլիոնը։ Եվ սա է ընդհանուր, հա, խաղաքարտը կրիպտոարժույթների խաղաքարտը սա։ Եվ ես քեզ ասեմ, որ մարդկանց, ովքեր որ կրիպտոարժույթի մասին գաղափար չունեն, եւ մարդկանց, ովքեր որ կրիպտոարժույթից գաղափար ունեն, տարբերակում ասա, բոլորն էլ, նա ով չգիտի կրիպտոարժույթը եւ նա ով որ գիտի, իրանք երկուսը մեկ ընդհանուր բան գիտեն։ Կրիպտոն մեր ներկան է դառնում, հա, արդեն դառնում, չէ՞, որ դեռևս երևի թե մի 5 տարի առաջ ասում էին կրիպտոն ապագան է, հիմա արդեն ներկան է։
առավելագույնը, բական վատագույնը, ասում են ներկանա դառնում։ Այսինքն ինքը արդեն մտել է ներկա process-ների մեջ, եւ Հայաստանը այսպես կողքի վրա չի մնացել։ Եկեք հասկանանք նաեւ Հայաստանում, հա, ինչ է կատարվում։ Հայաստանում ինչ է արվում, հա, արդեն բանկային համակարգի միջոցով պայմանագրեր են ակտիվորեն արդեն ստորագրվել եւ արդեն ընթացքի մեջ ստորագրման, որպեսզի արդեն կրիպտոփոխանակման կետերի մասով եւ կրիպտոբիրժաների մասով, հա, արդեն հեղինակավոր Bybit-ը պայմանագիր ունի ID Bank-ի հետ, ID Bank եւ Idram, հա, սրանք երկու տարբեր ֆակտորներ են, որոնք որ նույն տեղում են, հա, մեկտեղվել եւ փաստացիորեն մնացած բանկերն են գնում։ Այսինքն հնարավոր է, լավ, օրինակ ես պրոֆեսիոնալ տրեյդեր եմ, դա է իմ աշխատանքը, հա, ու ինձ հարմար է բնականաբար այդ միանգամից բիրժա վճարում կատարել։ Ես օրինակ մի աշակերտ ունի, ես դասապրոցեսների ժամանակ եմ շատ պատմում։ Ֆանտաստիկ աշակերտ էր, դեռևս ինձ մոտ սովորում է, այսպես կարող եմ անուններ ուղղակի դեռևս չնշենք, հա։ Ուրեմն ինձ մոտ սովորում էր ու երբ որ երևի սկսած երկրորդ ամսից, հա, իր մոտ, երբ որ ինքը արդեն իր վաստակած գումարը, հա, ուզում էր ոնց է, չէ, այդ առաջին բանը աշակերտի կանխիկացնել բան, ինձ ասում էր Ավետիք ջան, ինձ դուր է գալիս, ես որ գնում եմ սրճարան կամ ռեստորան կամ գնում եմ խանութ, բան, նայում եմ որտեղ կա ID Bank-ի QR կոդ, որ դրա միջոցով վճարեմ։ Հենց մտնում եմ սրճարան, ասում եմ QR կոդով վճարում եք, դե կան չէ ռեստորաններ, որ QR կոդ չունեն ID Bank-ի։ Օրինակ ասում են, չես մը դուրս եմ գալիս, ասում են ինձ դուր է գալիս, որ ես այդ սաղ մի այդ գործողության բանում, ու իրապես դա մարդուն դուր է գալիս։ Դա արդեն որոշակի առումով կոմպոնենտներ ունի նորաձևության, որովհետև հիմա համացանցը, անկեղծ եմ ասում, ինձ աշակերտուհիս էր ցույց տվել, ուրեմն որ թերթում է, հա, լենտան նույնինք, բոլորը կրիպտոարժույթներ, տրեյդինգ, ինչ որ միտեղ դա լավ է, որ դա որպես մոդայի հետ է ասոցացվում, քավլիցի, քանի որ ես ոլորտի պրոֆեսիոնալ եմ, բնականաբար ինձ դա դուր կգա, բայց ինձ շատ նաև կարևոր է, որ մարդիկ մեր հայրենակիցները կամ նրանք ովքեր որ նոր հետաքրքրվում են կամ այն ջրբաժանի առաջ են, հա, սկսեմ թե չսկսեմ։ Բոլորի մոտ այդ պահը գալիս է, սկսեմ կամ չսկսեմի, հա, ինքը այսպես պետք է հասկանա պլյուսներն ու մինուսները։ Այն համար կարևոր է, որ ինքը չսկսի պրոստը նորաձևության, որովհետև ինքը հզոր զենք է։ Ինքը կրակ է, որի վրա հնարավոր է ընթրիք պատրաստել, հա, բայց նույն կերպով հանուն արդարության, Գուրգեն ջան, հնարավոր է այդ կրակը վնաս տա։ Գիտես ինչ պարագավ։ Երբ որ ես չգիտեմ ինչպես վարվել կրակի հետ, ինչ չեն սովորացրել, մի երկու վիդեո նայել YouTube-ով, 6 տարեկան երեխեն կարա YouTube-ով վիդեո տեղադրի, նայել եմ, սովորել եմ, ինձ վնաս կտամ։ Բայց երբ որ ես պրոֆեսիոնալ մոտեցում եմ ցույց տալիս, սա շատ կարևոր բառ է, պրոֆեսիոնալ մոտեցում, այդտեղ արդեն հաջողության է լինում։ Եվ հիմա մի հարց ես քեզ ունեմ, քանի որ մենք ես այդ բառը շատ չեմ սիրում, բայց արդեն որակավորումները, հա, եւ այսպես միջազգային գործընկերների կողմից եւ աշակերտների կողմից մենք արդեն անվանվում ենք հնաբնակներ ոլորտի, բայց քավլիցի ես դեռևս չեմ ուզում այդ պիտակը վերցնել որպես ոլորտի հնաբնակ, բայց այնուամենայնիվ եթե այն ժամանակ հնարավորություն կար Գուրգեն ջան, ինքնուրույն սկսել, անուն արդարության շատ գոլեգաներ ունեմ, ովքեր որ իրապես անկեղծ մարդուց ուտվակա սկսել են միայնակ այս process-ը։ Առանց պրոֆեսիոնալ չի եղել ցույց, անգամ վիդեո տեսանյութներ չի եղել։ Գերականություն կարդալով, սխալվելով, կորցնելով ժամանակ, ռեսուրս։ Ես հիմա իմ աշակերտին ասում եմ ժողովուրդ, իրավիճակը սենց է։ Ինքնուրույն այլևս չեք կարող։ Գիտես ինչի վերադառնանք մեր խոսակցության սկզբին, որ շուկան զարգացել է ինքնուրույնի, տեղ չկա։ Ինքնուրույնի ժամանակ դու պարտվելու ես իմ աշակերտին, ում կողքին կանգնած եմ ես, մյուս կողքին կանգնած է իմ թիմը։ Այդ դու ինչ ես կարծում։ Հիմա կա շանս միայնակ սկսելու թե ոչ։ Ես կարծում եմ օրինակ ոչ կարող ենք sense բանավեճել։ Սկսենք եթե այսպես Հա, իրականում ես իմ ճանապարհը հենց դու էլ գիտես, ես ինքնուրույն եմ սկսել իմ ճանապարհը դեռ 2017-18 թվականներ, sense ինտերնետով նոր բիթքոյնը մասեն դուրս եկած ինֆորմացիան խոսում էին, ես էլ սկսեցի փորփրել, գտնել ինֆորմացիա հավաքել ինտերնետով, Facebook-ով նայել, VKontakte-ով նայել, մի խոսքով, sense կայքերով նայել, տեսնել ինչա բիթքոյնը ընդհանրապես, որտեղ կարելի է ժամանակ Binance-ը նոր էր դուրս եկած, Bybit-ը դաժե չկար, ես հենց իմ գործունեությունը Binance-ում եմ սկսել եւ իմ առաջին քայլերը արել եմ ինքնուրույն։ Անկեղծ շատ եմ անհաջողել, որովհետեւ ինքնուրույն ճանապարհը ինքը շատ բարդ է, այդ ժամանակ դաժե sense ինչ որ շատ ինֆորմացիա չկար, հիմա օրինակ ինտերնետը հեղեղված է ինֆորմացիայով, ինչի շատ մարդկանց մոտ ու դա շատ մինուս է, այո, մեծ մարդիկ չեն կարողանում ինքնուրույն, որովհետեւ նայում էին ինչ որ մի հատ գործիք, ինչ որ մի հատ ինստրումենտ կամ ինդիկատոր կապ չունի 1000 եղանակով ցույց է տրված ու այդ մարդը խճճում է այդ 1000-ից որ մեկ օգտագործի կամ հասկանա որն է իրանը։ Կներես ես մասով ընդհատեմ, դու ասում ես մեծահասակների հետ կապված, ես քանի որ իմ աշակերտների հոծ բազմությունը երիտասարդներն են, երիտասարդների մասով էլ որպես փաստարկ ներկայացնեմ, իրենք էլ գիտես ինչ են պատկերացնում, նայում է Instagram-ով, TikTok-ով, հա սոցցանցերով, նայում է որ ինչ որ մեկը X1-ը, ասում է կնոպկեն սխմի ու գումարը կվաստակես։ Դե ման գալիս է իմ մոտ, ասում է այդ կնոպկեն, ո՞նց սխմեմ, ասում։ Որն է այդ կնոպկեն։ Ասում եմ ժողովուրդ, սա բան չի, քիմիա չի,
շատ դժվար ինչ որ բան չի, բայց լավ կնոպկա էլ չի։ Դու խաղատան հոգեբանությամբ մի արի, որովհետև ես գիտելիքի համար եմ պատասխանատվություն վերցնում, այլ ոչ թե ուղղակի կնոպկեն կսխմես գումարը կգա, դա այդպես չի։ Դա խաղատան այսպես հա լոզունգն է, որ կնոպկեն սխմես, եթե թե բախտատվերի կվերցնի։ Ես ասում եմ բախտի սինդրոմը հանում ենք, մտցնում ենք մաթեմատիկա, մտցնում ենք հաշվարկ, մտցնում ենք գիտելիք եւ վերջ։ Ես չեմ ասում 10 գործակից 10-ը դու կամ 100 գործակից 100-ը պլյուս կգնաս, ասում եմ անգամ եթե գիտեք որ տենց մարդ ասում է, ինձ էլ կանչեք գամ ծիծաղամ, որովհետեւ դա սուտել չի, դա հումոր է, էլի, անեկդոտ կլինի, էլի։ Այդ մասով ես այսպես բան անալոգիա հա տարա մեծահասակների ու երիտասարդները գիտենա, շատ հեշտ է կնոպկա ասում են, գալիս ասում են կնոպկի տեղ ասա, ես գնամ։ Հա, չէ, հենց այդ ամեն ինչը այդ ինֆորմացիայի հեղեղումն է, հա, համացանցում, որ խանգարում ավելի շատ ինքնուրույն ճանապարհին, իրականում չեմ ասի ես, որ անհնար է, բայց շատ բարդ է ու ժամանակատար, ասինքն հնարավոր է, ասենք 1000 հոգուց մի հոգու մոտ, եթե 1000-ը նույն ձև դնեն, ասեն ինքնուրույն ես պետք է նստեմ, սովորեմ, աշխատեմ, միգուցե այդ 1000-ից մի հոգին, այն էլ հարցականով իր մոտ ստացվի, բայց ոչ շատ կարճ ժամանակահատվածում, ստեղ ժամանակի շատ մեծ ռեսուրս անհրաժեշտ լինելու հաստատ, որովհետև Չէ, ամեն առաջինը ժամանակ, ամենաթանկարժեքը ես այդ եմ գնահատում իրականում, ժամանակը, ժամանակի ռեսուրսը, նույնտեղ պսիխոլոգիա, հոգեբանություն եւ նաեւ միջոցներ, շատ ֆինանսներ, որովհետեւ դու չես կարա սովորես թրեյդ անել կամ առևտուր կատարել առանց քո սեփական գումարը օգտագործելու։ Դու կարող ես իմանաս եղանակը, բայց առանց քո գումարի չես կարող այդ ամեն ինչը փորձես։ Իսկ երբ արդեն գիտես որոշակի եղանակներ ու խճճված ես 1000 հատ եղանակա, չգիտես որն է քոնը, դու բոլորը փորձելով գա այդ 1000-ից մի հատն է քոնը, այն 999-ում դու կորցնելու ես։ Այսինքն պետք է նաև պատրաստ լինես պսիխոլոգիչիսկի այդ կորուստին էլ, որը ինքը էլի ժամանակատար է։ Դրա համար ինքնուրույնը ինքը շատ բարդ է։ Միգուցե հնարավոր է, այստեղ ինքը մարդը որոշում է ընդունում սովորելուց, աշխատելուց, կա երկու ճանապարհ, հա, առաջին ճանապարհը դժվար քարքարո ճանապարհն է ինքնուրույն, որտեղ որ ժամանակի ռեսուրսը կոնկրետ շատ է քեզնից խլում, էներգիա, միևնույն ժամանակահատվածում պսիխոլոգիա, կարելի ասած խախտվում, որովհետև կոնկրետ հոգեբանական ճնշումներն էլ է շատ մեծ լինում տվյալ սիտուացիայում, երբ դու մենակ ես լինում, կողքդ աջակից չի լինում, մասնագետ չի լինում, իր փորձով կիսվի ու իհարկե նաև ֆինանսական միջոցներ։ Իսկ երկրորդ ճանապարհը, երբ արդեն դու ունես պատրաստի ինչ որ մի հատ եղանակ աշխատելու կամ մի քանի եղանակ աշխատելու, որ հեծանիվ չենք հորինում, այլ կա պատրաստին զուտ սովորում ես վարել այդ հեծանիվով։ Դա ավելի հեշտ ճանապարհ է։ Միգուցե ինքնուրույն ես ասենց կասեմ հնարավոր է, չեմ սիրում ասենց 100%-ից ինչ որ բան ասելը, բայց այնուամենայնիվ չեմ դիտարկի ոչ մեկի համար, ոչ մեկին խորհուրդ չեմ տա ինքնուրույն փորձի, որովհետև անհաջողության հավանականությունը ուղղակի շատ բարձր է։ Ընդհանուր առմամբ հա տեսակետը բավականին հետաքրքիր է, բայց այնուամենայնիվ էլի Գուրգեն ջան 1000 աշակերտից եթե մեկի մոտ կստացվի, սա իհարկե հավանականության տեսության հիման վրա է հիմնված, բայց այնուամենայնիվ գանք մեր օրեր։ Տվյալ պահին մենք ինչ ունենք, հա, փաստացի երկու փորձագետ, գալիս են թե նույն մտքին, հա, որ ինքնուրույն կարող ենք փաստել, դժվար է, շատ դժվար է, կարող ենք բացառել անգամ, եւ ինչ տարբերական մնում սկսել փաստացի ինչպես։ Օրինակի համար, հա, այն մեր հերոստատիտողը տվյալ պահին, որ դիտում է, օքեյ, հասկացանք, ինքնուրույնը մենք կորցնում ենք ռեսուրս, բոլոր ռեսուրսները, կորցնում ենք ժամանակ, էներգիա, որը որ ըստ իս հավասար է ժամանակի հետ, որովհետեւ մենք փաստացի բոլորս ունենք նույն ժամանակը։ Ես էլ ունեմ 24 ժամ, դու էլ աշակերտներ, մենք կարող ենք տարբերվել էներգիայով։ Ես 24 ժամը էներգիայով անցկացնեմ, ավելի պրոդուկտիվ լինի, իսկ ինչ որ մեկ ուղղակի սպառված, հոգնած տանը լինի։ Էներգիան բավականին կարևոր կոմպոնենտ է։ Հիմա ինքը ռեսուրսներ է կորցնելու, հասկացած վերջ, եղբայր, սա վերջացնում ենք, բայ ոնց որ չեն ասում փորձագետները, որ տարբերակով գնա։ Այ ըստ քեզ, որ տարբերակով, օքեյ, ինքնուրույն չեն գնում, բա Միևնույն ժամանակահատվածում, այո, համաձայն եմ քո հետ, եթե ինքնուրույն չկա, տակը մնում է արդեն բնականաբար, իհարկե սովորելու տարբերակը, սովորելու գաղափարը, բայց ոչ թե սովորել ուղակի սովորելու համար, այլ սովորել աշխատելու համար։ Բերեմ համալսարանի օրինակը, կան չէ, տարբեր տեղեր, որտեղ կարաս դու սովորես ու դառնաս լավ մասնագետ, օրինակ տնտեսագետ, հա, իմ մասնագիտությամբ ասեմ, ես տնտեսագետ եմ մասնագիտությամբ, տարբեր տեղեր կարելի է սովորել տնտեսագիտություն, դառնալ լավ տնտեսագետ, մարդը միշտ ընտրում է այն տեղը, որտեղ որ ինքը կդառնա լավագույնը, որովհետև տնտեսագետ կարան լինեն բոլորը, բայց
նայած որտեղ ես սովորել, չէ՞, դու այդ տնտեսագիտությունը։ Հիմա չեմ ուզում մեր համալսարանների sense համեմատություն անցկացնել, ես ինքս Երևանի պետական համալսարանն եմ ավարտել, հենց Սև շենքը, տնտեսագիտության ֆակուլտետ, ֆինանսներ բաժինը, ամենայն դեպս, եթե վերցնենք լավագույններից մեկը կամ եթե ոչ լավագույնը, որակյալ որպեսզի ուսուցումը լինի։ Նույնը կրիպտո կրթության ոլորտում։ Կրիպտո կրթության ոլորտում էլի աշակերտը մարդը երբ ցանկանում է սկսել, ինչ անում ինքը պետք է անալիզ անի, վերլուծի, որտեղ ինչ կարա ստանա։ Ինչ պայմաններ կա, որն է իրան բավարարում, որը իրան չի բավարարում, ինչի է ուզում ընդհանրապես հասնի ու արդյոք այնտեղ ինքը որտեղ որ սովորելու է, կարա այդ տեղը հասնի իրան այդ կետին, թե չէ, բնականաբար ոչ 100%-անոց, այսպես թե այնպես, որովհետև ստեղ այդ տվյալ աշակերտի ֆակտորն էլ գոյություն ունի։ Միանշանակ, որովհետև օրինակ տես ուսուցման տարբերակները մի քանիսն են, հա, այսինքն մեկ տարբերակ չի, որովհետև ես շատ ժամանակ իմ վերջին օֆլայն հանդիպման ժամանակ ես իմ աշակերտներին կոնֆերանս դալիճ էինք վարձել, հրավիրել էինք թվով եթե ճիշտ եմ 92-96 աշակերտ ու աշակերտներից մեկի հետ, հա, մենք այս դիալոգի մեջ մտանք, հարցը եկավ բավական հետաքրքիր հարցեր, ուզում եի քեզ տալ, հիմա կանադանանք նաև դրան, ասաց իսկ կրիպտոն ամեն մեկի խելքի բանն է, թե ոչ հայավարի հարց էլի։ Ես օրինակ այստեղ ունեմ բավական հստակ ընդգծված պատասխան, դա դրան կվերադառնանք մի փոքր հետո, ու այսպես խոսակցությունը բավականին ծավալվեց, հա, այս մասով։ Ու ես իմ մեջ ենթադրեցի այս ֆակտորը, ես էլ ինքս էլ, հա, ունեմ բարձրագույն մանկավարժական կրթություն, որի մեջ կարևոր հանգամանք է հոգեբանությունը։ Այն ինֆորմացիան, որը որ մարդուն փոխանցում ես պայմանական, հա, մասսայական կերպով, գոյություն ունի մասսայական, որտեղ որ 100 կամ հազարավոր մարդիկ են, որտեղ որ կա քիչ խումբ, կա անհատական։ Իհարկե, քո ինֆորմացիայի նյութը նույնն է թե նույնը չի։ Նույնն է։ Մոտեցումն է տարբեր եւ վստահաբար որոշակի առավելություններ կա։ Հետեւաբար ասում եմ, ժողովուրդ դուք գալիս եք, նույն մարդն եմ, հա, ես եմ սովորեցնելու ձեզ փաստացի, բայց թե դուք ինչպես եք դա ընկալելու, սպունգի պես եք վերցնելու, թե փորձելու եք բանավեճի մեջ մտնել ու չընդունել այն ինչը որ քո ասած որ հեծանիվ չենք օրինել, ասել ենք մի բան, որը որ փաստ է, իսկ փաստի այդ բանավեճի մեջ մտնել անտեղի գործ է, հա, որովհետև փորձագետը ինչով է համարվում փորձագետ նրանով, որ ինքը փաստերով է խոսում, ոչ թե տեսակետներով, հա, որովհետև ասել, որ իմ կարծիքով էսպես է կամ այնպես շուկան այդպես չի ընդունում, հա։ Այս մասով նաև սա իմ պատասխանները, նաև կուզենամ հիմա գանք այն հարցին, ֆանտաստիկ Okay, ինքը փորձում է ընտրել, հա, թե որ տարբերակին գնա, հա, ուզում եմ մանագալի դպրոց, հա, օրինակ, պայմանական Գևորգը կամ Լիլիթը հիմա մանագալիս դպրոց։ Ինքը ինչ կոմպոնենտներին ուշադրություն դարձնի, հա, որpիսի մենք հիմա օրինակ չուղղորդենք, հա, չասենք գնացեք, օրինակ շիրեմ, պայմանական, հա, լատ ու լիպ դպրոց։ Այ ինքը ինչ կոմպոնենտներին է, ոնց է, չէ, որ բիրժան մենք փորձում ենք աշակերտի հետ հասկանալ, որն է լավ, հա։ Ես օրինակ ունեմ 3 կոմպոնենտ, դրա վրա ասում եմ կլինի դա Bybit-ը, OKX-ը, թե կապ չունի, հա, եթե ես 3-ին համապատասխանում է, всё, օքեյ, դա արդեն ռուսեն ասած դիալը վկուսը։ Այս պարագայում դպրոցն ենք ուզում ման գանք, սպეციալիստ ենք ուզում ման գանք։ Ինչերին ուշադրություն դարձնենք։ Ես ամենաառաջին սպეციալիստի մի հատ առանձին կոնկրետ աշխարհ կարելի է այդպես ներկայացնել դպրոցի մասով, նո սպециալիստ հենց դպրոցի մեջ է, ասինքն առաջին ֆակտորներից մեկը այդ դպրոցում ով է ուսուցանողը։ Հաստատ կարող է դպրոցին շատ լավ մեգա դպրոց լինի ու իր անունը բարձրացած, հա, սպециալիստի որով կներես ու ընդհանրապես մի բան հիշեցի, որ իմ աշակերտ, վստահ եմ որ քո աշակերտների մեջ են շատ եղել, ովքեր որ ասում են, ես ուզում եմ դառնալ պրոֆեսիոնալ կամ դառնալ էքսպերտ։ Այս այստեղ ասում եմ ջրբաժան կա, որովհետև ժողովուրդ պարտադիր չի, այ դա կարող է ամեն մեկի խելքի բանը չի էքսպերտ լինի, որովհետև էքսպերտը ով է, էքսպերտը ոչ միայն պրոֆեսիոնալ ու արդյուն գնացած տրեյդեր է, այլ նաև մարդ, ով որ կարողանում է դրանով կիսվել։ Հազարավոր սպորտսմեններ կան, հիանալի ֆուտբոլիստ է, հիանալի բռնցքամարտիկ է, բայց շատ վատ մարզիչ է, դուրս գալիս, շատ վատ։ Ես սրանք երկու տարբերություն է, հա, օրինակ այդ մասով ես քո հետ արդեն համաձայնում եմ, ասում եմ սպециալիստի առումով դա տարբեր արդեն ընտրություն է, որտեղ հնարավոր է իրապես եմ ասում, ես ճանաչում եմ ֆանտաստիկ տրեյդերներին, իմ աշակերտների մեջ եմ ունեցել, որ շատ լավ է իրանոց ստացվում, վերլուծություն կատարել, հասկանալ շուկայի տրամաբանությունը, տրամադրությունը եւ գործարքները պլյուս փակել։ Բայց ինքը դա իր կողքին չի կարող ասել։ Եղբորը չի կարող սովորացնի։ Եվ այստեղ բա փաստացի մենք ինչու ենք որակավորվում, հա։ Ինչպես է որոշվում մեր որակավորումը։ Չէ՞ որ նախնական մենք պետք է ցույց տանք, թե օքեյ, աշակերտը Սոնան ինձ մոտ է սովորել, ինչ արդյունքա ցույց տվել։ Ինչի համար է մեր այս կռիվը, հա։ Փաստացի նրա համար, որ ռեյտինգային համակարգում, հա, դա մեր ստիմուլն է լինում։ Ինչպես օրինակ չգիտեմ, ցանկացած այլ ոլորտում կլինի մարզիչ, կլինի դասավանդող, ինքը որոշվում է լավագույնը
ըստ իր աշակերտների պատկերացնում ես ֆուտբոլի թիմի մարզիչ, ում ասեն ինքը լավագույն մարզիչն է, որովհետև լավա ֆուտբոլ խաղում, իհարկե ոչ, պետք է իր թիմը արդյունքի հասնի։ Սա է տարբերում էքսպերտին, ու նրանք ես աշակերտների մեջ ասում եմ, ժողովուրդ պետք չի ոստեղ բոլորդ էքսպերտներ դառնաք, դա կապ չունի ձեր գումարի հետ։ Կարող է դուք փաստացի եթե սիրահարված եք, օրինակ ոնց ես, դու, մենք սիրահարված ենք ոլորտին փաստացի։ Հա, իսկ մարդիկ են որ ուղղակի որպես գործի process են դիտարկում, դա լրիվ օքեյ, որովհետև սա մասնագիտություն է թե ոչ։ Ես ասում եմ այո, որովհետև սովորեցնում եմ եվրոպական համալսարաններում։ Ինչպես օրինակ ֆինանսական ոլորտը, ինչպես օրինակ չեմ բժշկություն, դրանք մասնագիտություններ են, արհեստ չեն, էլի։ Այս մասով։ Իսկ հիմա այդ հարցին ես կուզեի դու պատասխանես, կրիպտոարժույթները ամեն մեկի խելքի բանն են, թե ոչ, եւ երկրորդային հարց, օքեյ, կոնկրետ, հստակ կա թղթի վրա, փաստաթղթավորված, ինչ կոմպոնենտներով ընտրել դպրոց։ Այո։ Իրականում կրիպտոարժույթները ամեն մարդու խելքի բան, նայած ինչպես այդ մարդը մոտենում։ Սենց կասեմ, եթե ասեմ հստակ այո, չէ։ Եթե ասեմ հստակ չէ, էլի չէ կարելի ասել, որովհետև կախված է այդ մարդու մոտեցումից։ Այսինքն ինքը ինչ է ուզում ստանալ կրիպտոարժույթից։ Եթե վերցնենք, որ բոլորը գալիս են, կրիպտոարժույթից ուզում են ստանալ միլիոններ, հաստատ կասեմ չէ, որովհետև ոչ բոլորը կարան այս ոլորտում միլիոններ աշխատեն։ Եթե օրինակ դիտարկենք ամենապարզ հասարակը ինվեստիցիա, հա, ինչ որ մի հատ վերլուծություն ես անում, դիտարկելով շուկայական ցիկլերը եւ այլն, ու ուղղակի ամենահասարակ բիթքոին գնելը, ինձ թվում է դա հա։ Դա յուրաքանչյուրը կարող անի, եթե ինքը սովորում է տիրապետում է, թոշակառու մարդիկ էլ, որովհետեւ իմ մոտ համ դպրոցականներ են սովորել, համ թոշակառուներ են եղել, ամենահասարակ են, ամենապարզ բաները ըստ իս իմ փորձից ելնելով տենց մարդ չի եղել, որ գա ինձ դիմի, ասի ես ուզում եմ, օրինակ, սրան տիրապետեմ, ես չկարողանամ այդ մարդուն տամ։ Դրա համար ավելի շատ ստեղ կառանձնացնում այդ մարդու մոտեցումը, այսինքն ինքը կրիպտոարժույթից ինչ է ուզում ստանա։ Իսկ ինչ պետք է ուզենա ստանա, որ իր մոտ ստացվի, նաև դրան պատասխանի։ Եթե օրինակ բոլոր ուզենան նորից միլիոններ աշխատել, ուղղակի, հա, գան ու ուզենան դառնան դոլարային միլիոնատեր։ Ըստ իս ոչ բոլորի մոտ կարա ստացվի դոլարային միլիոն աշխատելը։ Բայց եթե վերցնենք, որ այս ոլորտում խելացի ներդրումներ կատարեն, որ իրենց կարա բերի ըստ իրանց ներդրած գումարի չափով, ըստ իրանց տրամադրված ժամանակահատվածի ու նաև ունակության աստիճանի ընկալման, որովհետև տարբեր մարդիկ տարբեր ձև են այսպես թե այնպես ընկալում ու իրանց սենց ասած մի հատ աստիճան էլ կա, էլի, որ կարողա դա գալիս է հասնում է իրենց պիկը, դրանից ավել էլ չի լինում։ Հա, դրանից ավել էլ չի լինում, տենց ինձ թվում է յուրաքանչյուրն էլ կարա անի իմ փորձից ելնելով։ Միգուցե, չգիտեմ, մի քանի տարի հետո կամ մի ամիս հետո ես նենց մի հատ աշակերտ գա, որ իրան չկարանամ տամ այն ամենապարզ բանը, վերցնենք օրինակ մեր 3 շաբաթանոց կուրսը։ Իմ մոտ չի եղել աշակերտ, ինքը 3 շաբաթանոց կուրսը գա, սովորի այն ինչը որ մենք ասում ենք անի ու ինքը չհասկանա ոչ մի բան։ Իմ մոտ չի եղել պրակտիկայում։ Չմասնակցի։ Հա, դրանք հանում են, եթե հա ինքը չի մասնակցում, դա լրիվ ուրիշ, բայց որ ինքը դնի, սովորի, օրինակ տնայիները կատարի, մասածները կատարի, մեր այդ կոմունիկացիան պահի, չի եղել տենց դեպք, որ ինքը օրինակ ասի ես 3 շաբաթում ամեն ինչը արել եմ նենց ոնց որ դուք ասել եք, բայց իմոտ չի ստացվել կամ ես չեմ հասկացել։ 3 շաբաթվա փաստացի ընդհանուր դասընթացի գլխավոր միտքը որն է, որ օքեյ, տես 3 շաբաթ է ընտրված, չի ընտրված ինչ որ ամիսներ կամ տարի, հա, 3 շաբաթ պայմանական, հա, Գևորգ ջան, արյանցի մենք տեսնենք քո մոտ ոնց է ստացվում մեկ, դու տես սա քո մոտ ոնց է ստացվում։ Երրորդը երաշխավորում ենք, որ այդ ինֆորմացիան դու կարողանալու ես կիրառել դասի վերջում եւ օրինակ իմ աշակերտների ես օրինակ հենց փաստացի եւ եթե մի քանի ժամվա բան ասում ես վերլուծություն են անում ուրեմն եւ եթե մեր 3 շաբաթվա դասընթացները դեռ չի ավարտվել ուրեմն խմբի ուղիղ 58.2% դեռևս դասընթացները գնում է վաստակելա գումար Այսինքն ես տես քանի որ եթե ավելի խորանանք դրա մեջ իսկ ինչ անշանում դու կվաստակես գումար ես չեմ ասում դու սա բան հա ինչ որ գնոտկով ես վաստակելու ասում եմ ես քեզ բացատրում եմ ոնց գնալ A կետից B կետը ու այդ process-ը երբ որ դու հասնես դա գումար է լինելու վերջ եւ որն է որ փաստացի հիմա կա տարբերակ որ կարող է չլինել force majeure-ային տարբերակ չմասնակցես հա օրինակ չգիտեմ ես քեզ սովորեցրեցի դա դու ներկա չէիր որ սովորեր, հա, այդ պարագայում իհարկե չի ստացվի, բայց փաստացի կրիպտոարժույթների գլխավոր խաղակարգը որն է, որ եթե դու ճիշտ ես անում, լինելու է։ Միանշան։ Իհարկե, ընդհանուր գլոբալ առումով, եթե մենք սա անենք, հիմա հնարավոր է մարդիկ ովքեր որոշակի փորձ ունեն, ուզենան այդ մտքին հակառակ գալ, հանուն արտադրության իրենց հոգին, բան ասենց զովացնելու համար, հա։ Իհարկե, եթե մենք մեկ գործարքի բանով ենք նայում, եթե դու ամբողջը գերիդեալական ճիշտ անես,
այո, կարող է այդ մի գործարքը չստացվել, բայց այդտեղ հարց է առաջանում։ Մենք որոշել ենք բան, հա, ամբողջ մեր կարիերայի ընթացքում անել մեկ գործարք, եթե այո, իհարկե ժողովուրդ կարող է չստացվել։ Բայց եթե մենք նայում ենք օրվա տրամաբանությամբ, շաբաթվա ամսվա տրամաբանությամբ, ես ինչ եմ բացատրում աշակերտներին, ասում եմ կապ չունի 10-ից 10 պետք չի պլյուս անել։ Մինուսից մենք ավելի շատ ինֆորմացիա կքարենք։ Կարևորը որ շաբաթվա վերջում, ամսվա վերջում պլյուս լինի։ Այո, այդ մի գործարք եթե նայես, դու օրինակ ինչ կասես, դու կարող այդ մի գործարքի բանով թե կարա չլինի, ամեն ինչ կարա լինի, այդ տրամաբանությամբ։ Չէ, ոլորտը ինքը ես միշտ ինձ այդ հարցը տալիս են, իսկ ոնց կարանք աշխատենք, իսկ ես հաստատ այդ ամենաշատերվող հարցերից մեկը, իսկ ես հաստատ կգնա վերև։ Ինքը ինչ է, առևտուր, բիզնես կարելի է նաև անվանել, ինչը հիմնված է հավանականությունների վրա, որտեղ երբեք հավանականությունը չի հասնում 100%-ի, երբեք։ Չկա տենց մարդ, որ ասի, այս առևտրի հավանականությունը կամ այս մի գործարքի հավանականությունը կամ շաբաթվա հավանականությունս լինելու 100%, ես այդ մարդկանց լուրջ չեմ վերաբերվի, հաստատ կրիպտոարժութային ոլորտում երբեք չի հասնի, բայց գիտելիքը հենց նույն ուսուցումը, որը որ մարդիկ ստանում են, սովորում են, մեր մոտ է ինչ որ Պողոսի մոտ չեմ կարող ասեմ, պայմանական X մարդու։ X մարդու մոտ գիտելիքը ինչա տալիս մարդուն, հավանականությունը բարձրացնել, եթե մարդը լրիվ նոր է մտնում է կրիպտո աշխարհ, ուզում է, չգիտեմ, ինչ որ մի հատ կրիպտո գնի։ Առանց գիտելիքի, առանց ոչ մի բան, ինչքան հավանականություն 50%։ Կամ կլինի, կամ չի լինի, հա, սենց պատահականության սկզբունքով։ Իսկ երբ սովորում է, արդեն իսկ գիտելիք է ունենում, երբ կարելի է գնել, երբ չի կարելի գնել, երբ կարելի է վաճառել, այդ ամեն ինչը բարբերաբար այդ 50% հավանականությունը բարձրացնում է տոկոս առ տոկոս, բայց երբեք չհասնելով ցավոք սրտի, միգուցե բարեբախտաբար, հա 100%-ի, երբեք չի հասնում 100%-ի։ Դրա համար սա ես միշտ բոլորին ասում եմ, հավանականություն է, որտեղ պետքա դիտարկել պրոգրեսը, աճը, ոչ թե մի գործարքից, ոչ թե, չգիտեմ, մի օրում, այլ պրոգրես, աճ, որոշակի ժամանակահատվածում, որոշակի ժամանակային ինտերվալում, եւ քո հարցին էլ անդրադառնամ, որ ասեցիր ինչ նայեն, ինչպես ընտրեն դպրոցը, հա։ Ոստաբար, ինչ կրիտերիան է։ Ես հիմա քեզ իրապես ասում եմ, տվյալ բանով ես դիտում, հա։ Իր ուղեղում կա մեկ հարց, սա ամեն ինչ ինքը վստահաբար արդեն հասկացավ կեսը հիմա, կեսը երեկոյան կհասկանա, այդ որ վերլուծի։ Հիմա գլխավոր հարցը, լավ, օքեյ, ես փորձեմ գտնել, ինչ կրիտերիայի նայեմ, ասենք մեծ քանակ ունենա, հա, օրինակ, չգիտեմ, այդ դպրոցը, ինչին նայել օրինակ, դա սա շատ կարևոր է, ինձ փակ այդ հանդիպման ժամանակ իմ աշակերտը հարցրեց, ես պատասխանեցի ու զգացի, որ շատ դիպուկ հարց է, ու այսպես ինձ էլ մտածելու առիթ տվեց, հա, իրապես կա հստակ կոմպոնենտներ դրան նայենք, նայել, որտեվ հիմա ասեմ ու լսեմ քո պատասխանը, ասել որ լինի պրոֆեսիոնալ տրեյդեր, մենք միասին հասկացանք կարող է իր մոտ ստացումը չկարողանա քեզ բացել, բայց ինչին նայենք հետեւաբար։ Իրականում ստեղ նույնպես ավելի շատ կախված է էլի մարդու պահանջմունքներից, դպրոցի կրիտերիաները շատ են, բազմազան են։ Ես իրականում չեմ կարող գլոբալ ասեմ մարդկանց ընդհանուր ինչ կրիտերիաներ է հետաքրքրում, որտեվ երևի ամեն մարդ տարբեր ձևի կրիտերիաներ է նայում։ Ես կարող եմ մեր դպրոցի մասով ասեմ, մեր դպրոցը ինչ առավելություններ ունի, չեմ ուզում համեմատություն անցկացնեմ, ընդհանրապես, մեր դպրոցը ինչա տալիս ու այն մարդը, որ լսում է մեզ, հետևում է մեզ, ինքը տեսնի իր կրիտերիաներին, արդյոք բավարարում է այս ամեն ինչը, թե չէ։ Նախ առաջին կրիտերիաներից մեկը, որը մեր դպրոցի համար ինքը շատ կարևոր է, դա պատմությունն է, դա փորձն է անցած ճանապարհը, որը որ հեսա վերջերս 10 տարի է դառնում, 10 տարին իրականում քիչ ժամանակահատված չի, վստահաբար Հայաստանում շատ քիչ կան կամ միգուցե չկա նույնիսկ ԱՊՀ երկրների շրջանակներում, որ այդքան ճանապարհ ունեն անցած։ Դպրոցի մասշտաբով։ Դպրոցի մասշտաբով։ Ընդհանուր եթե սպեցիալիստներն, չէ, սպեցիալիստների չէ, դպրոցի մասշտաբով։ Դպրոցի մասշտաբով, կոնկրետ դպրոց որպես կրթական համալսարան, կարելի է այսպես ասել, կրիպտոկրթության համակարգ, եթե վերցնենք, եւ իհարկե նաեւ մեր դպրոցը, միջազգային դպրոց է, որը որ Հայաստանից բացի շատ տեղերում է գործում։ Դա նույնպես մի հատ շատ կարևոր կրիտերիա է։ Տարի փաստացի դպրոցի նախաձեռնությամբ ներկա գտնվեցիր, չէ՞։ Բլոկչեյն կոնֆերանսիաների։ Բլոկչեյն կոնֆերանսում, որովհետեւ տես պատկերացա դու դպրոցի կազմի մեջ ես, բայց նույն տրեյդերն ես։ Ինչպես էր առաջարկը լինելու քեզ հարգելի Գուրգեն, ոչ մի կերպ, բայց երբ որ դու դպրոցի անդամ ես, դպրոցը քեզ փաստացի, այսինքն ոչ միայն Հայաստանում չեն կենտրոնում Հայաստան, այսինքն դպրոցը միջազգային որակավորում ունի եւ իհարկե փակ բլոկչեյն ֆորումին հրավիրվում ես նաև դու որպես ոլորտի էքսպերտ։ Դա իրապես, հա, այսպես ակնառու իրավիճակ է, որովհետեւ մենք նշենք ու սա փաստացի, հա, կարող է հանգամանք առաջանա, որ իհարկե ընտրության հարցում միանշանակ։ Օրինակ ես ինձ փորձում եմ նմանացնել, հա, աշակերտի, որ ուզում է ընտրի, դե եթե օրինակ, հա, դպրոցը
կազմակերպում այնպես որ սպეციալիստը, մասնագետը, էքսպերտը հրավիրվում է իրապես եվրոպական մեծ փաստացի իրադարձություն, դա բլոկչեյն ֆորումն է, ցանկացած մարդ ուղղակի է ինտերնետում գրի, կասկնա նշանակության։ Իրականում աշխարհի ամենամեծ կրիպտո ժողովն է։ Ահա, եւ այդ պարագայում հրավիրվում են, ես չգիտեմ որքանով որ հա կանեն, այսպես որպես նաեւ փորձագետ ասեմ, ամեն մեկը չի կարող ներկա գտնվել, որտեղ ես լավ գիտեմ, որ գնալուց դու ցանկանում ես անգամ որպեսի լրագրողներ լինեն, որպեսի լուսաբանեն, դա խնդիր է առաջացել այնտեղ, որովհետեւ այնտենց ուղիղ եթեր բան չի, որովհետեւ ասել են որտեղ այստեղ խոսվելու է այնպիսի ինֆորմացիա, որտեղ հրավիրվել են ոլորտի պրոֆեսիոնալները, ոչ թե ուղղակի ինչ որ պետքա լինի, հա, լրագրող կամ մի բան։ Սա արդեն իմ կարծիքով կրիտերիայի մի հատված է։ Ընդհանուր ճանաչելիություն ոչ թե Հայաստան, այսինքն, այլ աշխարհում ինչ կետա գտնվում, հա։ Ոչ թե ինչ որ ուղղակի Google-ով գրենք տեսնենք, ահա առաջի տեղն է, այլ մենք նայենք փաստերին։ Ֆորում եղել է, հրավերք եղել է։ Միանշանակ։ Սա արդեն կրիտերիա 1։ Այո, կրիտերիա 1, երկրորդ կրիտերիաներից կնշեմ աշակերտների նաև քանակը, որովհետև դա պահանջարկի մասին է խոսում, եթե օրինակ նայում ենք կրթական ինչ-որ հաստատություն, որտեղ 10 տարվա ընթացքում սովորել է 1000 հոգի, դա բնականաբար, խոսում է նրա մասին, որ պահանջարկ չկա, իսկ մեր դպրոցի եթե վերցնենք միջազգային մասշտաբով, գնալով մեր ուսուցման համակարգն էլ ինքը իր պայմաններն է բարելավել, մենք ենք զարգացել, Ես հիմա որ փորձում եմ հիշեմ տարիներ առաջ, process-ը ինքը իրեն զարգացնում է դպրոցին, իրապես կարող եմ փաստարկել, զարգացնում է փաստացի դպրոցի անձնակազմին, հա էքսպերտներին, սպეციալիստներին, տրեյդերներին, ուսուցման որակը ու աշակերտներին, հա, փաստացի ինչի է նաև այս պրոյեկտը դուր գալիս, որովհետև դա process-ի ժամանակ ինչպես է մարդու մոտ արմատավորվում, հա, ես շատ հաճախ աշակերտներին էլ եմ ասում, անգամ եթե ինչ որ մի բան ուզում եք ավելի հղկեք, դուք իրար մի հատ փորձեք օգնել։ Որտեվ երբ որ դու բան ես բացատրում, քո մեջ արմատավորվում է։ Ես ունեմ ռազմավարություններ կամ թեմաներ, որոնք որ բացատրվել են, քան նայենք այսպես 2 տարվա բանով, կրկին, ուղղակի ես մեր առումով ինֆլյացիա լինում է, բայց մեր մոտ փաստացի լինում է գիտելիքի ինֆլյացիա, աճում է ինֆլյացիայի մակարդակը գիտելիքի։ Այս առումով ես համաձայն եմ, որ քանակը մեծ նշանակություն ունի, էլի, ու թվերը չեն խափում, եթե այդքան մարդ անցել է ու նայում ես, հա, փաստացի միջնացված արդյունքը, իհարկե բոլորի մոտ եղել է նույն արդյունքը, վստահաբար ոչ։ Եղել է, հա, այսպես գրաֆիկային բանով, հա, եղել է այլ ավելի ունեցել ենք top, ունեցել ենք մինիմում, հա, այդ մակարդակով։ Եւ ես համաձայն եմ, դա երկրորդ կրիտերիա կարող ենք ընտրել, հա։ Այո, եթե թվերով ասենք, մեր դպրոցի ողջ sense գոյության ընթացքում արդեն իսկ 10 տարի է դառնում, մենք 100,000-ից ավել աշակերտ ենք ունեցել, բայց որն է այստեղ շատ կարևոր, այդ զարգացման մասով այդ քանակի մեծ մասը շուրջ 70-80%-ը վերջին տարում, վերջին 2 տարում է եղել։ Այսինքն հենց այդ զարգացումը, մենակ ես 2025 թվականին 5000-ից ավել աշակերտ եմ ունեցել, որը ոչ sense ցուցանիշ է եղել, 2028-ից թվում ավելի շատանալու է ու տենց էլի պրոգրեսիվ է էլ աճ ունենում, ինչու որովհետև որակները գնալով բարելավում ենք, ուսուցման որակի հետ կապված արդյունքների մասով եւ պահանջարկը միևնույն ժամանակահատվածում շատ-շատ է մեծանում ոլորտի զարգացման հետ մեկտեղ, որովհետև կայծակնային արագությամբ է իրականում այս ոլորտը զարգանում հենց նաև մեր երկրում եթե վերցնենք, էլ չեմ ասում միջազգային աշխարհում ինչպիսի զարգացման։ Սա կրիտերիա 2-ը, որ կարանք առանձնացնենք, կրիտերիա 3-ը այդ դե արդեն իսկ փորձագետը ասեցինք, այդ առանձին ես կնշեմ որպես փորձագետ, մասնագետ ով է դասավանդելու, ոչ միայն հաշվի առնելով ոնց որ դու ասեցիր իր թրեյդերական հմտությունները, որ ինքը պրոֆեսիոնալ թրեյդեր է, այլ նաև որպես ուսուցիչ, որպես մանկավարժ, ոնց է ինքը բացատրում, որպես մարդ, հա, որպես անհատ, հաճելի այդ մարդուն լսելը, սովորելը, իր հետ շփվելը, հասկանալը, հա, կան չէ շատ դասախոսներ խելացի գնում ես համալսարան, բայց այդ մարդուն չես կարող լսես ուղակի, ինքը կարող է շատ խելացի բաներ ասել, բայց չես կարող յուրացնես իր տված ինֆորմացիան, բայց երբ համ խելացի է մասնագետը, համ լավ մարդ է, համ իրան հաճելի է լսել ու հասկանալը, դա ես առանձին մի հատ կրիտերիա եմ համարում, որ դրան նույնպես պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի ընտրես նենց դպրոց, որտեղ մասնագետը այդ պայմաններին է նաև համապատասխանում։ Նաև որպես 4-րդ կետ, ես այսպես քո խոսելու ընթացքում մտածեցի, օրինակ ես որպես որ եթե աշակերտ լինի, ինչին ուշադրություն կդարձնեի, 3-ին վստահաբար, այսպես, բայց նաև 4-րդ որպես պունկտ կավելացնեի, որ օքեյ, ես սովորեցի պայմանական 3 շաբաթ, պայմանական սովորեցի 4 ամիս։ Ես հնարավոր դա ինձ պետք չգա, բայց այսպես փաստաթղթավորված ունենում ենք մենք սերտիֆիկատ, լիցենզի, որովհետև եթե դա չկա,
ասել որ արդյոք դա իմ գիտելիքի մակարդակն է որոշում հանուն արդարության ոչ, բայց դա ինձ հոգեբանորեն իրապես պետք է, թուղթ, հա, օրինակ։ Վստահություն, որ նաև օքեյ, всё, ես անցել եմ ու պարտադիր միջազգային փաստաթուղթ էլի, որոնն էլ իդեպ փաստացի դպրոցանում օրինակ ես իմ աշակերտներին փաստացին չեմ ասում ժողովուրդ, օքեյ, այս դասապրոցեսում, իհարկե ըստ գնահատականի ոնց է, չէ, համասարում պատկերացնում ես օրինակ չեմ պետական համասարում, ասեն, դե բոլորը դիպլոմ կստանաք, ժողովուրդ դա դեռ պետք է հանձնեք, չէ, դեռ այնտեղ ավելի խիստ է, չէ, նա դու բացակայես, քեզ հեռացնեն, այս ֆակտորը կա։ Նույն կերպով այստեղ ասում եմ փաստաթղթավորվելու եք։ Բոլորդ միանման, ոչ գոյություն ունի կապույտ դիպլոմ, կարմիր դիպլոմ, իհարկե 3 շաբաթվա համար դա սերտիֆիկատ, որը ինչ է խոսում։ Միջազգային փաստաթուղթ է, որ դու բազային գիտելիքները սովորել ես փաստացի էքսպերտի մոտ, հա, կլինի Միքայելյան Ավետիքը, կլինի Գուրգենը Ստեփանյան, այսինքն դա նշվելու է։ Իմ համար դա կրկին կարևոր կոմպոնենտ է, վստահաբար, հա։ Եվ իմ կարծիքով սրանք արդեն բավական են արդյոք մեկնարկի համար, թե ոչ, ես կարծում եմ այո։ Բավական են։ Ես մի հատ արդյունքն էլ կավելացնեմ իրականում, արդյունքը եւ հետադարձ կապը, այսինքն միայն սովորելը, միայն իմանալը, միայն փաստաթուղթ ինքը արդեն իսկ շատ լավ է, որովհետեւ գիտելիքը ինքը ամենահզոր զենքն է, բայց միևնույն ժամանակահատվածում շատ մարդիկ գալիս են լավ արդյունքի համար նաեւ եւ մենք շատ օրինակներ ունենք, հա, մեր աշակերտների հաջողության հասած աշակերտների, որը ես նույնպես շատ եմ կարևորում, արդյունավետությունը, ինչա տալու այս մարդուն իմացավ, սովորեց, ինչ անելու դրանով ընդհանրապես, ինչեր կարա անի, ինչ հնարավորություն է տալիս այս գիտելիք, որը մեր դպրոցում ստացավ, հաջող մեկնարկի կամ երբ ավելի խորացավ, հա, խմբային միգուցե անհատական տարբերակով։ Որովհետև հիմա հնարավոր է մեզ լսում են, հասկանում են եւ հիմա կմտածենք, ասեն դե բոլորն էլ ուզում են գումար վաստակել, ես օրինակ հիշեցի բարեկա, որովհետև կոնֆիդենցիալ տերմին է, այսպես հարգելով չնշեմ թե կոնկրետ որտեղ որ խումբ էր ներկա եղել կարծեմ հենց քեզ մոտ, որոնք որ սպեցիալիստի որակավորման համար էին եկել, հա, այսինքն կարող է բանկային սեգմենտից գան, հա, այսինքն կիբերամտանկության բաժին գոյություն ունի, որակավորումը բարձրացնելու համար մոտ պետք է գան, ինչ որ թրեյդերի մոտ մեծ հաճույքով կգնային, թե էքսպերտի կարգավիճակ ունենար։ Եվ այս պարագայում փաստացի գասեների մոտ թուղթ կարճ ասած, այս ամեն ինչ անում ենք, պրոստը թուղթը կա, միջազգային թուղթ է, գանք մենք որակավորումը ստանանք, էլի, որովհետև մարդկանց ես օրինակ ունեցել եմ աշակերտ, ով իր բիզնես պրոյեկտը կարգավորելու համար, հա, տոկենոմիկայի համար, ինքը եկել է դա իմանա, դա իրեն պետք չէր ֆինանսական ինչ-որ բանի համար, ինքը եկել է պրոստը ան, բեն, ցեն հասկանալու համար։ Եվ փաստացի իրապես, հա, ոչ բոլորն են ցանկանում դրանով գումար վաստակել։ Դա իրենց պետք է արդյունքը ինքը իրականությունից գլոբալ ասված է, նայած ինչ արդյունքի մաս, մեկի համար արդյունքը փողն է, մեկի համար այդ լիցենզիան է, սերտիֆիկատն է, որակավորումն է։ Միանշանակ։ Բայց ընդհանուր sense գլոբալ մի բառով եթե անվանենք արդյունք, որը որ նույնպես ստանում են մեր աշակերտները հենց ուսուցման շրջանակներում, դա էլ է շատ կարևոր իրականում կետի փաստը, հա, որովհետև շատ տեղեր ես գիտեմ, հիմա էլի sense չնշեմ ինչ որ հարթակներ եւ այլն, որտեղ կարան տան գիտելիք եւ այլն։ Անկամից միջազգային արենա, հա, այսպես նշեմ միջազգային տեղեր կան, ինքը սովորել եմ այդտեղ, հա, դեռևս շատ տարիներ առաջ, որտեղ բակային հետաքրքիր կետ կար, հա, ուրեմն դասապրոցեսից հետո կփորձարկես կլինի, դասապրոցեսից հետո վերջ, ոնց հիմա։ Իսկ ես ինչ եմ ասում ժողովուրդ մի վարքյան, դասապրոցեսի ընթացքում պետք է անել, պետք է։ Եվ որ հանգած ինչ որ մի բան, ես եմ, չէ, բանանում, դա այսպես ասած կառավարում։ Okay, չեղավ, փոխում ենք այսպես, փոխում ենք այնպես, որպեսզի աջակցությունը լինի։ Իսկ եթե ես ասեմ դասապրոցեսից հետո վերջ փաստացի։ Իսկ ես ինչ եմ մտցրել, ասում եմ ժողովուրդ, ինձ պետք է որպեսզի ստացվի ձեր մոտ։ Բոլորիդ մոտ 100 հոգուց մոտ 101-ը ստացվելու է թե ոչ, ժողովուրդ ես ինֆորմացիան նույնն եմ տալու։ Այստեղ կարևոր չի, հա, որպես այսպես մասնագետի կենտրոն 100-ից 101-ի մոտ կլինի, հարցը առաջանում, թե ինչ կլինի իր մոտ։ Եվ հետեւաբար այս հանգամանքը հաշվի առնելով մենք պիտի ընդհանուր ինֆորմացիան փոխանցենք իրապես ոչ թե նույնպես, այլ ինդիվիդուալ։ Մենք դրա համար տարբեր մեթոդներ կան, հա, 60-ից ավել դասընթաց, ինչ որ մեկի հետ անհատական դասապրոցեսա գնում 1 տարի տևողությամբ, ինչ որ մեկի հետ խմբային է գնում 8 ամիս տևողությամբ, իսկ ինչ որ մեկը օրինակ բավարարվում է 2 ամիս ուսուցումով։ Նպատակները եւ ցանկությունները նույնն են, քավլիցի իհարկե նույնը չեն։ Տարբեր են եւ հետեւաբար ընտրվում է այդ հանգամանքները, որպեսզի գնա դասապրոցեսը, էլի։ Եվ իհարկե արդեն եթե մենք նայում ենք ժամանակահատվածում ավելի քան, հա, ես դեռևս չեմ ամփոփել 2026 թվականը, մինչև 2025 թվականը ավելի քան 4000 աշակերտների դասավանդման process-ում եմ ներկայացված եղել, դու փոքր ավելի շատ եւ մենք փաստացի կարող ենք խոսել ու օգտագործել փորձ բառը։
Այ ես օրինակ այսպես եմ ասում, հա, նաև նրանք ովքեր որ այս ոդկասթը կարող դիտելու են, տվյալ բանին դիտում են, մենք խոսում ենք մեր փորձից փաստացի։ Ընդհանուր առմամբ կրիտերիաները շատ ճիշտ է, որ մենք կարողացանք հստակեցնենք, իմ կարծիքով բոլորի սրտից էր այս կրիտերիաները։ Ոսկե բոլորը ուզում էին լսեն, դե ասա, Ավետիք ջան, Գուրգեն ջան, դու էլ ասա այդ կրիտերիան, շատ լավ է, որ այսպես կարողացանք եզրափակել։ Հիմա ընդհանուր առմամբ որպես եզրափակման խոսք, կուզեի քեզ լսել մի փոքր։ Որպես եզրափակում ես քանի որ խոսեցինք այսօրվա մեր թեման հենց կրիպտոարժութային ոլորտը, այն որ ասում է դոյի պոսլե, հա, ինչ զարգացում է ունեցել ի սկզբանե դպրոցի, ինչպիսի զարգացում ունեցել ես, դու մեր աշակերտները ինչպիսի զարգացում են ունեցել, որպես եզրափակում ես կասեմ, որ զարգանալ պետք է միշտ։ Ցանկացած բaragայում երբեք չի կարելի բավարարվել եղածով, միշտ սովորելու տեղ կա, միշտ զարգանալու տեղ կա, ինչպես որ ոլորտն է զարգանում, մենք պետք է քայլենք ոլորտին համահունչ ու նույնիսկ այն մարդիկ, ովքեր արդեն ունեն գիտելիք այս ոլորտում, փորձ, պրակտիկա, դա պետք է զարգացնել, դա պետք է անել, դա պետք է նոր բաներ սովորել, որովհետև ամեն օր, ամեն ամիս միգուցե մի հատ նոր կրիպտո է դուրս գալիս, մի հատ նոր մեթոդ է հայտնվում աշխատելու կամ միգուցե ստեղծվում ինչ որ մի հատ X մարդու կողմից։ Զարգանալ պետք է միշտ, ժամանակը գնում է առաջ, պետք է քայլել ժամանակի հետ, այնպես որ մեր սիրելի sense հետևորդներին բոլորին ուզում եմ մաղթել շատ մեծ ճանապարհ, հաջողություններով լի ճանապարհ այս ոլորտում, սովորեք, զարգացեք միշտ, երբեք կանգ մի առեք ու գնացեք հասնել ավելի մեծ բարձունքներին։ Sense գցեք ձեր առջև մի հատ B-կետ, A-կետից B-կետ, հասեք B-ին, հետո B-ից C-ին եւ այդպես աստիճան առ աստիճան բարձրացեք հնարավորին սահմաններում, ինչքան որ կարողանաք։ Եվ Ավետիք ջան, քո խորհուրդը դու ինչ Վստահաբար ես համակարծիք եմ Գուրգենի հետ, որ գոյություն ունի միջինացված իրավիճակ, հա, մենք միշտ կամ զարգանում ենք, կամ ավելի դեգրադացվում ենք։ Եվ ես վստահ եմ, որ ամեն ինչ սկսում է որոշումից։ Շատ վաղեն դիպուկ ասեց Գուրգենը ոդկասթի ընթացքում, ես համակարծիք եմ իր հետ, որ որոշումն է ամեն ինչի սկիզբը ցանկացած պրոյեկտում։ Դա կլինի թեկուզ անձնական ոլորտ, դա կլինի գործնական ոլորտ, դա կլինի անձնային աճ որպես ամեն ինչ սկսում է որոշումից։ Եվ ես վստահ եմ, որ դու, որ տվյալ պահին հենց դիտում ես մեզ, տվյալ պահին որոշումը արդեն կայացրեցիր։ Եվ վստահ եմ, որ որոշումից հետո հաջորդելու է քայլերը։ Իսկ մենք կսպասենք ձեզ հուլիսի 7-ին ժամը 18:00-ին, որտեղ որ 3 փորձագետներով ես Ավետիք Միքայելյանս, Գուրգեն Ստեփանյանը եւ Գոռ Նահապետյանը ուղիղ եթերում կիսվելու ենք ամենաակտուալ ինֆորմացիայով, ամենակարևորը միասին շփվելու ենք եւ քննարկելու ենք թե տվյալ բանկային ակտիվներում ու կրիպտոարժույթների շուկայում ինչն է ավելի ակտուալ ու արդիական։ Սիրով կսպասեմ բոլորին, իսկ հիմա ասենք առայժմ մնացեք բարյավ, բոլորից սպասելու ենք հուլիսի 7-ին ժամը 18:00-ին։ Չմոռանաք անպայման հավանել այս տեսանյութը Telegram-ում եւ YouTube-յան մեր հարթակում։ Եվ հիմա արդեն Գուրգենը կասի մնացածը ժողովուրդ ջան։ Եվ այո, սիրելի ընկերներ, ինչպես որ արդեն իսկ նշվեց, սպասելու ենք բոլորիդ հուլիսի 7-ին ժամը 18:00-ին մեր ուղիղ եթերի շրջանակներում, որտեղ նաև հիշեցնեմ, որ բացի հետաքրքիր ինֆորմացիայից խաղարկվելու են նաև շատ լավ նվերներ եւ հենց դուք հնարավորություն եք ստանալու լինել նաև հաղթող։ Այնպես որ կսպասենք բոլորիդ հուլիսի 7-ին 18:00-ին մեր ուղիղ եթերի շրջանակներում։ Բարին ընդ ձեզ եւ մաղթում եմ հաջողություններ։